Մենք տեսնում ենք, որ հողի վրա մարդկանց հետ շփվելուց իրենց կյանքի փոփոխություն չենք տեսնում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որակական նոր առաջնորդություն է պետք, Կարապետյանը, ով մինչև այս միջոցներ էր ուղարկում Հայաստան, ով մինչև այս Հայաստանի բոլոր հարցերով իրեն դիմում էին, հարցերը իր հնարավորությունների սահմաններում հայկական բոլոր պետական կառույցների դռները իր դռները բաց էր պետական պաշտոնյաների առաջ, որպեսզի Հայաստանին օգուտ տա, մենք տեսնում ենք, որ հողի վրա աղքատության տարբերություն չկա, փոփոխություն չկա աղքատության մեջ, 22% աղքատություն կա, ամեն 5-րդ հայը, 4-րդ կամ 5-րդ հայը աղքատ է ապրում։ Աղքատություն ասելով 60,000 դրամից ցածր։ Այս բոլոր միջոցները ուղարկվել է Հայաստան, բայց ոչ մի էֆեկտ մենք չենք ունեցել հողի վրա։ Կարապետյանը այսօր մոտավորապես որ դուք հասկանաք 15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար լույս հիմնադրամի միջոցով 15 միլիոն դոլար կա արդյոք ուրիշ հայ Հայաստանում ով այսօր մենք ունենք բարեգործության արգել տեսեք մենք ունենք բժշկական պրոյեկտներ մարդկանց առողջությունը վերականգնելով բայց քանի որ կա բարեգործության արգել մարդկանց չեն կարողանում այս նախընտրական շրջանը օրինակ երբ որ պարոն Կարապետյանը Մայրաթորի բակից հայտարարություն արել դրանից հետո էլի շարունակել եք Հայաստանի Հանրապետության մենք վերջի տարիներին շարունակել ենք իհարկե դուք գիտեք որ բազմաթիվ պրոյեկտներ ունենք հիմա կարող եմ նաև նշել որ մի քանի ամսվա ընթացքում Սպիտակի մանկապարտեզը բացվեց, կրթաթոշակների ծրագրեր ունեինք, բժշկական մեծ պրոյեկտներ ունենք, որը շարունակում ենք մենք անել։ Մեր երկրում այս պահին չենք շարունակում, կներեք որ վաղը չասեն բան։ Այս պահին չենք շարունակում, քանի որ կա բարեգործության արգել, բայց գիտեք որ Տաշիր բարեգործականը ոչ 2005 թվականից սկսել, ոչ 10 թվականից 95 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյան եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություններ արել Հայաստանում։ Դրա հիմնական ապացույցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջի եկեղեցու կառուցումը։ Դրանից հետո բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ Հայաստանի տարածքում։ Եվ ասում եք նոր ուժեր, թարմ ուժերի հետ ենք համագործակցում, բայց Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ցուցակին ասում է ՀՀԿ-ի պատկերն է, ընդ որում այդ ցուցակում եւ Սերժ Սարգսյանի շրջապատից մարդիկ կան եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմակիցներն են։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Մենք մեկնաբանել ենք մի անգամ մարդիկ կան, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մենք ունենք գրեթե նույն չափ մարդ, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Իհարկե իրենք ինձ խնդրել են, ասել են, խնդրում եմ մեզ ԿՊԱ ասեք, որովհետև դա իրենց համար արժեհամակարգային ինչ որ տարբերություն է, բայց ամեն դեպքում մարդիկ աշխատել են։ Մենք տարբերություն չենք դնելու կուսակցական, դա սխալ ճանապարհ է, 3 միլիոնանոց հայաստանցիներին, հայ ազգին, 10 միլիոնանոց հայ ազգին, 3 միլիոնանոց հայաստանցիներին ոնց կարելի է տարանջատել, ասել դու, չգիտեմ, 15 տարի առաջ ինչ որ քո բարեկամը եղել է այս կուսակցության անդամ, չի կարելի։ Պրոֆեսիոնալիզմ մաքուր ձեռքեր, քաղաքական ճանապարհ եկեք նայենք, մենք ունենք, ում ճանապարհը հրաշալի ճանապարհ չէ։ Մենք ունենք մարդիկ, ովքեր իրենց գաղափարի համար 2-3 տարի բանտեր անցան, բայց արժանի չէին դրան։ Մենք ունենք հրաշալի մարդիկ, ովքեր ճանապարհներ են անցել, իրենց անվան համար մեծ զրկանքներ են կրել։ Ինչպես կարելի է մարդկանց անվանակել, դա իրենց քաղաքականությունն է, բոլորին ինչ-որ վատ անուններ են դնում։ Բայց տեսեք ինչ պոտենցիալ կա, ուժեղ մարդը այն մարդն է, որ դրական բանն է տեսնում իր հայրենակիցների մեջ, որ իրար մանգանք իմ հետ էլ կապված էլ, բոլորի հետ կապված էլ, ինչ որ բան կգտնենք ամենքից վրա, բայց բացասական բան ասեմ եւ իմ հարցը դա բան Կարապետյան վերջապես բան Կարապետյան Նիկոլ Փաշինյանը ասում է ես իմ մտքով չեմ կարող անցկացնել, որ Հայաստանում կարող է լինել այդքան շունշանյալներ, որ ընդդիմադիր ուժերին ձայն կտան։ Ես ուզում եմ դուք բարձրաբանեք, դուք արդյոք հասկացել եք, որ դա օրինակ ընդդիմադիր զանգվածին է Նիկոլ Փաշինյանը նկատի ունեցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ասում է ես վերցրել եմ ձայնագրությունից, իրենց ձայնագրությունից այդ հատվածը իրենք են կիրառել, ես չեմ կիրառում այդ որակումը։ Նա դա նշեց, հետո շատ արագ իրեն խոր տվեցին, որ ուղիղ սխալ է, դրա համար էլի փորձեց ինչ որ ուրիշի վրա գցել պատասխանատվությունը։ Դա վաղուց է հայտնի, որ մեր երկրի վարչապետը հատել է վարչապետին վայել կեցվածքի շատ գծեր։ Աշխարհում մեր երկրի առաջնորդը մեմ է դարել։ Ինստագրամում մեմ է մեր երկրի առաջնորդը։ Օտար երկրներում դա պարտանալու բան չի։
Չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել սեփական երկրի քաղաքացիների հանդեպ։ Իհարկե, հայ տղամարդը խոսքի մեջ երբեմն օգտագործում է ոչ բարեկիրթ բառեր, դա ընդհանուր լեռնեցի տղամարդկանց հատուկ բան է, բայց վարչապետի աթոռը, եթե մարդը զբաղեցնում է, պաշտոնական հայտարարության ժամանակ չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել։ Այդ խոսույթը պետքա մենք դուրս անենք մեր խոսքերից դուրս անենք։ Նա անգամ ստիպել էր մի անգամ մենք արձագանքեցինք իրեն իր ոճով, որի համար ճիշտը որ ասեմ, ինձ դուր չի գալի այդ արձագանքման մեթոդը, ինձ դուր չի գալի այդ շփման ձևը իրար հետ, քաղաքական շփման ձևը, որովհետև դա բերում է նրան, որ փոքր տարիքի կամ երիտասարդ նոր սկսնակ մարդիկ են երիտասարդներ են մեզ դիտում ու կարող են սխալ հետևություններ անել այս աշխարհում առաջնահերթությունների մասին։ Ձեր թիմակիցներ բան կարծեցեք։ Չեք ուզում հարցնել։ Մեկ անգամ ձեր թիմակիցները Շունու Շանգյանը բառ օգտագործողը ձեր թիմակիցներ թե ոչ։ Պարոն Կիրակոսյան, յուրաքանչյուր մարդու, եթե իրեն ձայնագրեն ամբողջ տարվա ընթացքում հաստատ վստահ եմ։ Հարցս հետևյալն է, ձեր թիմակիցն է թե ոչ։ Շարունակեմ, յուրաքանչյուր մարդու, եթե տարվա ընթացքում 24 ժամ ձայնագրեն, հաստատ բոլորը ինչ որ բան կասեն։ Այս մեկ, երկրորդ, թիմակիցների հետ կապված քննությունը կավարտվի, մենք կիմանանք ումն է, քանի որ ինձ խնդրել են փաստաբանները, որպեսզի ինչ որ process-ների հետ կապված մասնագիտական որակումներ չտրվի, քանի որ դա ինչ որ process-ների շրջանակներում է, բայց մի բան ասեմ, որը խոսույթը, այդպիսի խոսույթը ես շատ եմ տեսել ազգային ժողովում իշխող կուսակցության մոտ, Facebook-ում իշխող կուսակցության մոտ։ Ինչ եք իշխող Ընդունելի է, բայց ձեզ համար այդ բառապաշարը, որը վերագրում է ձեր թիմակցին։ Յուրաքանչյուր մեր հասարակության, եկեք թիմակից, որպես թիմակից մեր հասարակության անդամները պետք է այս խոսույթից դուրս գան։ Այս խոսույթի պատասխանատվությունը կրում է մեր քաղաքական դիսկուրսը, որ եկել է փող վիրավորանքների դաշտ։ Մենք պետք է այդ խոսույթից դուրս գանք։ Ինձ անձամբ դուր չի եկել ու չի գալիս որևէ վիրավորական խոսք։ Դա բացասական էմոցիաներ են առաջացնում։ Չկա այդտեղ հաճույք, չկա դրական բան։ Ու մենք պետք է այնպես անենք, որ փորձենք դա փոխել մեր խոսույթների մեջ։ Իհարկե, առաջի անգամ հնարավոր է ինչ-որ ձայնագրություններ լսելուց, ձայնագրություն կար, որ ես լսեցի, հաճույք ստացա։ Օրինակ, Ղումաշյան Գոհարի ձայնագրությունը ես որ լսեցի, հպարտացա իր համար։ Որովհետև մարդը այնպիսի բաց ձևով աշխատեց զանգարողի հետ, մարդը ասեց, որ ունեմ այսքան աշխատող, հնարավոր է ունենամ պատվերներ, առաջարկ արեց, լավ ձևով աշխատեց, ես հպարտություն զգացի։ Այնպես պետք է անենք, որ մեր բոլոր հայրենակիցները նույն ձևաչափով, նույն որակով շփում ունենան։